ժամանակ գտա։ Պարոն Աղազարյան, երեք պատիվ ունեմը հայտարարեց, որ չի աջակցում ձեր նախաձեռնությանը, նրանք ասում են, որ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյան երկու պրոյեկտն է, ձեր մեկնաբանությունը որն է։ Այո, ես տեղյակ եմ այդ հայտարարությանը եւ խնդիրը այն է, որ ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քայլ կարող է գտնել հիմնավորելու համար կարող է գտնել տարբեր պատճառներ, առիթներ եւ այլ։ Բայց աջակցելու դեպքում եւ հետո Հայաստան դաշինքի աջակցելու դեպքում եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք ինչ կարող ենք ունենալ։ Մենք կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը։ Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ 1 տարի ժամկետով։ 1 տարի, որովհետեւ 26 թվականին մենք բոլորս գիտենք, որ ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Այսինքն մասնայակիորեն իրականանում է ընդդիմադիր մեր գործընկերների այս 4 տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից 1 տարով նշանակում էր վարչապետ, որ ուզում էին նշանակեին Վազգեն Մանուկյանին, Բաղդադ Գարստանյանին եւ այլ տարբերակներ։ Եվ հիմա այդ 1 տարվա հնարավորությունը տրվում է։ 1 տարվա ընթացքում ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է 1 տարի, ընդդիմադիրները եւ Էդմոն Մարուկյանը երևի թիվան ձևավորում ներկայանում են ընտրողներին 26 թվականի ընտրություններից առաջ իրենց ծրագրերով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում յուրաքանչյուրը ներկայանում է սահմանադրություն, Մինսկի խումբ եւ այլ։ Ներկայանում է եւ ժողովուրդը 26 թվականին ձևավորում է իշխանություն ըստ այդ ծրագրային դրույթների եւ մենք հնարավորություն կունենայինք անցկացնելու պատմության մեջ, նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները։ Ինչու՞։ Որովհետեւ կա Էդմոն Մարուկյան վարչապետ, կա քաղաքացիական պայմանագիր մեծամասնություն, կա Հայաստան դաշինք, կա պատիվ ունեմ դաշինք, կա Վահագն Հովակիմյանի կողմից հարգված կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահ։ Որևէ մեկը այս ուժերից հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար է, որ մենք չունեցանք։ Հիմա ինչ վերաբերում է պատիվ ունեմի այսպես կոչված մերժմանը այս պահին, պետք է հայտարարենք, որ դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, եւ ես կարծում եմ, որ որևէ մեր երկրի համար միջև 26 թվականի ընտրությունները ճակատագրական հնարավոր ճակատագրական պահի կարող են եւ մեր ընդդիմադիր գործընկերները վերանայեն իրենց տեսակետը եւ միանան նախաձեռնությանը։ Իսկ ինչու են մերժում ձեր կարծիքով պատիվ ունեմը չի ուզում վարչապետ փոխել, որտեղ իրենք հայտարարել են, եթե վարչապետի տեխնացու լինի, առանց նախապայմանի կմիանան։ Դե ավելի լավ այդ հարցը իրենց տակ, որովհետև ես կդժվարանամ իրենց պատասխանը։ Ի սկզբանե առաջադրելով Էդմոն Մարուքյանի տեխնացությունը այնուամենայնիվ դուք մտավախություն չունեք, որ ընդդիմությունը այսպես կարձագանքի հաշվի առնելով, որ Մարուքյանը համագործակցել է Փաշինյանի հետ։ Գուցե ձեր Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, առանցքի շուրջ հավաքված բոլոր քաղաքական ուժերը մասնակից են եղել մինչև 18 թվականի բոլոր ընտրությունների անցկացման կեղծիքի ձևով անցկացման ընտրակերտարարությամբ իշխանություն ձևավորելով այդ ճանապարհն են անցել եւ հետեւաբար մենք նաեւ այդ պատճառով պարոն Ասլանյանը եւ ես հայտարարել ենք, որ երբեք չենք համագործակցելու այդ ուժերի հետ եւ եթե նույնիսկ Էդմոն Մարուկյանի տեխնատությունը առաջարկած լինեն իրենք, ապա մենք նորից չէինք միանալու։ Հետեւաբար տեխնատու առաջադրեիք հաշվի առնելով ընդդիմության վերաբերմունքը գուցե ավելի ճիշտ է։ Մենք 7 տեխնատու ենք ունեցել, նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը ձեր համեստ իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչական երիտասարդ անդամներից մեկը, իսկ 5 հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են։ Անուններ ես չեմ տալու, կներեք։ Ձեր շանսերն ավելի մեծ չէ, պարոն Աղազարյան։ Իմ շանսերը ամենաբարձրն է, Նարեկ ջան, բայց ես դες տղա չեմ ապեր։ Ես դες տղա չեմ, ուրիշ դեպի տղա եմ։ Տեխնացու փոխելու հնարավորություն կա օրինակ։ Կներեք Իհարկե, տարանք վաղ ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասն է խոսքը։ Կներեք ուրիշ ձևի տղան որն է։ Ուրիշ ձևի տղան Նարեկի տված հարցի պատասխանն է։ Վայ։ Չնայեցուն իմ հարցը ինչն էր խնդրալից։ Ես հարցնում եմ ձեր շանսերը ավելի մեծ չէ։ Ասում ավելի մեծ է, իմ շանսերը ամենաբարձրն է։ Վաղ է պատասխանում հարցի, Նարեկ ջան։
Թե համաձայն չես դրված բաները։ Ուրիշ տղա, ուրիշ ձև։ Որովհետև ես ուրիշ ձևի տղա եմ, ուրիշ ձև եմ մտածում, դա համար ինձ չեմ առաջարկել։ Առաջարկել ենք պարոն Մարուկյանին։ Անես Սիմոնյանը երեք այսպես լուրջ չէր վերաբերվում, հա, ձեր տեխնացուին, ասում էր Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի քաղաքական միությունից է ծնվել Էդմոն Մարուկյանը։ Դուք ինչպես այս ամենին կարձագանքեք։ Այո, ասում էր մեր Էդմոն Մարուկյանը։ Դուք լավ կլինի ծանոթանաք երեկվա ժողովուրդ օրաթերթին իմ տված հարցազրույցում, որտեղ ես ռեյտինգավորել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ մեր գործընկերների Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության աստիճանը եւ կարծեմ Ալեն Սիմոնյանը ամենաբարձր աստիճան ունի 2.73 Նիկոլ ասիկ Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի Նիկոլին հավասար է 1 Նիկոլի բայց Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի հետեւաբար ես չանդրադառնամ այդ բանը Իսկ տարբերակ ունեք փոխելու տեխնացուին թե այս ընթացքում Չէ, իրավաբանորեն այո, օրենքներով այո, մենք կարող ենք փոխել, բայց մենք չենք փոխելու։ Ես ասում եմ, ոչ, բացառված է։ Ես ասում եմ ձեզ, որ մենք օրենքը թույլ տալիս է եւ մեզ փոխել տեխնացուին եւ նոր նախաձեռնությամբ հանձնական падգամավորները, բայց մենք չենք փոխելու։ Չի նշանակում, որ դուք նաև այս կերպել եք վիժեցնում գործընթացը հաշվի առնելով, ասում եմ, ընդդիմության վերաբերմունքը Էդմոն Մարուկյանի նկատմամբ եւ դուք էլ նոր չերկեցիք, որ միանշանակ չի ընդունել։ Ախր ավելի պարզ ոնց արտահայտվենք։ Չկա այնպիսի իրավիճակ, որ Ասլանյան, Հակոբը եւ Հովիկ Աղազարյանը միանան ընդդիմության տեխնատությանը, որովհետեւ մենք դա հայտարարել ենք։ Մենք ներողություն, մենք համեստ խելոք մեր տեղը նստած էինք, երբ որ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը հանդես եկան այդ առաջարկությամբ։ Մենք ելի սուս-փուս մեր տեղը նստած էինք, որովհետեւ մենք մեզանից այդպիսի ուժ չենք ներկայացնում։ Հետո Հայաստան Դաշինքը ասում է, մենք տեխնատություն ենք, միանալու ենք ցանկացածին, պատիվորեն ասում է, մենք տեխնատություն ենք, միանալու ենք ցանկացածին։ Ես էլ մաթեմատիկայից, տեխնիկական ինստիտուտի տեխնացու եմ, մաթեմատիկայից շատ լավ։ Երբ որ գումարեցի, տեսա 34 է անում։ 34-ին գումարում ես 36, անում է 34-ին գումարում ես 2, անում է 36։ Էդի մաթեմատիկական գիտելիքները հնարավորություն տվեց քաղաքագիտական հանճարեղ քայլ անելու։ Պարոն Աղազարյան, հիմա եթե 30 կներես 36 հոգով Իրանք չեն նայել 36-ը երբեք։ Դուք 36 հոգով ենթադրենք հասակ այդ փուլին, հետո էլի տապալվելու է, չէ՞ գործընթացը։ Չէ, խմիանշանակ չի նայել, որովհետև երբ որ մենք հասնենք այդ փուլին եւ մտնենք խորհրդարան, արդեն մենք ավելի ազատ կլինենք։ Հոգի կգա եւ դեմ կողմ կքվեարկի։ 18։ Հավանականությունը հաստատ 0 չի։ Իսկ կան խոսակցություններ, Հաստատ 0 չի։ Չէ, դա այդպես չի լինում, դա պետք է դու գաս ես կներկայացնեի պարոն Մարուկյանին հիմնավորումներ կբերեի, պարոն Մարուկյանը հանդես գար ծրագրային դրույթներով հիմնավորումներ կբերեր, ակնհայտ է, որ վարչապետը հոգնած է կգնար մի տարի կհանգստանար կամ 6 ամիս կհանգստանար, այնպես 6 ամիսը կնվիրեր նախնական կամպանիա, ինչ վատ բան են առաջարկել։ Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տալ է մեկ տարվա ընթացքում, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ունի անվտանգության երաշխիքներ օրենքով սահմանված։ Պարոն Աղազարյան, եթե ընդդիմադիրները չեն միանում, այսինքն չեն վստահում Էդմոն Մարուկյանի որպես վարչապետի տեխնացու, դեռ մի կողմ թողնենք, իրենք կվստահեն, չեն վստահեն։ Դուք կարծում եք Մարուկյանը այն կերպարն է, որ հասարակության կողմից վստահություններ շնչող մարդ է, կարող է վարչապետի տեխնացու լինել, այսինքն ունի այդ վստահությունը հանրության շրջանում։ Հանրությունը շատ ժամանակ նախ ես գտնում որ բանը ինքն իր մակարդակով ամեն ինչով բավարարում է իսկ հանրությունը համախմբվում է մի գաղափարի շուրջ, որտեղ տեսնում է, որ այդ գաղափարը տանում է դեպի տաճար։ Այդ ճանապարհը, այդ գաղափարը տանում է դեպի տաճար։ Հիմա եւ Էդմոն Մարուկյանը, եւ պարոն Ասլանյանը, եւ ես կներեք, այդքան պարզունակ չենք, որ մտածենք մենք տեխնատու կառաջադրենք եւ գլխապատառ կգայինք ստորագրեի։ Մենք ունենք նաեւ պլան B։ Մենք պլան B աշխատացնենք։ Որն է դա Առաջիկայում կասվի այդ մասին։ ասում է կարևորը պլանցն է։ Իսկ դե պարոն Աղազարյանը միացել է ձեր նախաձեռնությանը։ Չգիտեմ, առանց չեմ նայել հոգին ստորագրել։ Եվ պարոն Ասլանյանից բացի այլ մարդ ստորագրել այդ նախաձեռնության տակ։ Դեռ ոչ։ Իսկ բաց քանի օր է օրենքով լինելու։ Միջև կպահենք միջև 26 թվականի հունիս։ Պարոն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանը 48 ժամով իրեն վարչապետի տեխնացու զգալու մասին ակնարկը հաստատ ուղղել էր Էդմոն Մարուկյանին, ինչ եք պատասխանում։ Իհարկե, ես Ռոբերտ Քոչարյանի մասին, որպես անձնավորության մասին միշտ էլ
բարձր կարծիք եմ եղել եւ երբ որ ինքը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի Վագեն Սարգսյանի կողմից եկավ հրավիրվեց Հայաստան որպես վարչապետ ես այն ժամանակ էլ շարունակում էի նկատմամբ շատ բարձր կարծիքի լինել մի անգամ էլ նույնիսկ ինքը հրավիրել էր ճաշկերույթի ինձ այո մի քանի հանձնաժողովների ընդունության հետ կապված հանձնաժողովների նախագահների այդ շրջանակներում ասենք նորմալ բայց ինքը գնաց սխալ ճանապարհով եւ եթե այսօր ասում է լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ Նիկոլը թալանել է դա չի ասել բաղասել ոնց ալնում ասում է չի ասել իր ասածը դա է նշանակում լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ բավարարները քեն այսքան թալանել լավ ենք արել Արցախը տվել ենք բայց դուք ինչ եք բանը տվել ղարսը տվել այդ նարատիվներից պիտի դուրս գանք թալանելից պիտի պատասխան տաս ով թալանով պիտի պատասխան տա տեխնացուի մասով բնականաբար հեգնել է պարզաբար հեգնել է պարոն Մարուկյանի տեխնացիոնը ինքը հեգնել է բայց հիմա իրանց դեմքնել պատրվում է մենք ունենք մի հատ իրավիճակ պարոն Մարուկյանը իր բանը երեկվա լայվում շատ գեղեցիկ մի հատ միտք արտահայտեց որ քաղաքական մոնոպոլի արտահայտություն ես մի քիչ ուրիշ ձև էի ներկայացնում մենք ունենք մի հատ իրավիճակ իշխանության կայունության իրավիճակ մի սյունի վրա ձողադրված մի ծայրում իշխանություններն քաղաքացիական պայմանագիրը մի ծայրում Անդիմությունն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանք իրար հավասարակշռում են, իրանք իրար պահում են։ Այս սյունը պետք է տակից հանել, այդ հավասարակշռությունը խախտել, քաղաքական դաշտում գեներացնել որոշ էներգիա եւ հանող Էդմոն Մարուկյանն է։ Աջան։ Սյունը հանող Էդմոն Մարուկյանն է։ Կարևոր չի թող գահանի, կարևորը որ հանվի։ Բայց ինչպես ստացվեց, որ դուք գնացիք ու կանգնակ մի մարդու տեխնացիության վրա, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել էր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Էդմոն Մարուկյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, Էդմոն Մարուկյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Տրամաբանության բոլորը։ Էդի ձեր հասկանալով է այդպես։ Դուք գիտեք թե ով որ մեկ այդ աշխատում որ պիտի հավերժ իրա ծառան լինի կամ հավերժ իրա կամակատար լինի։ Բայց ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան ճանապարհ անցնելով Նիկոլ Փաշինյանը ինչի ասենք դուրս եկավ այդ կոչված շրջանակներից։ Ոչ մեկը իհարկե ոչ մեկի ծառան չի։ Ես ամբողջ կյանքում երեխա վախտանից ասել եմ, այն որ ես պիտի падգամավոր դառնամ 18 թվականին դրա էական մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանը ինչքան ասեցինք չհոգնեցինք այդքան բան ասեցինք բայց մենք զրո չենք մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում այդ է հարցը հիմա ինչքան արժեք ենք ներկայացնում այդքանով արժեք ենք ներկայացնում այդքանով մենք կարողանում ենք դրսևորվենք եւ հետեւաբար Նարեկ ջան որևէ մեկի ծառան չի այսօր պետական հանցագործություն որ Հայաստան խմբակցությունում եւ պատիվ ունեմ դաշինքում ընդհանրապես կան մարդիկ անհատներ որոնք հնարավորություն չունեն իրենց նպաստը բերեն պետության զարգացմանը իրենց մակարդակով իրենց գիտելիքներով դա պետական հանցագործություն է մենք այդ ամենը պիտի ջարդենք Պարոն Աղազարյանից կփորձեք հենց կուսակցության լիդերների քաղաքական լիդերների հետ հանդիպում ունենալ օրինակ Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի փորձեք իրենց ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրեք մենք ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրում ենք ձեր նման կարևորագույն ֆունկցիա կրող սուբյեկտների հետ շփվելով լավ ձևակերպեցի